Ինչի ընդհանրապես ընտրեցիք գինեկոլոգիան։ Դեռ մանկապարտեզից ես գիտեի, որ գինեկոլոգ եմ դառնալու, որովհետև մայրս էր գինեկոլոգ։ Ինչ վիրահատություններ եք իրականացնում, ինչն է ձեզ ավելի հետաքրքիր։ Շեշտադրումը դնում եմ պրոֆեսիոնալ հիստերոսկոպիայի մեջ։ Որ մարդիկ լսում են ռեպրոդուկտոլոգ, մտածում всё, մեզեկո են անելու, վերջացավ։ Ցավոք երբեմն շատ եմ հանդիպում, որ շատ են ուղղորդում դեպի AMB, երբ որ կարելի է դա այլ ճանապարհով հասնել, բնական ճանապարհով։ Կան հոգեբանական խնդիրներ, որոնք հաղթահարելուց հետո բուժարուն կարող է ինքնուրույն հղիանալ։ 3 օրեկան թե 5 օրեկան։ Միայն 5 օրեկան սաղմեր։ Էմբրիոլոգի կոնսուլտացիան նույնպես ակտուալ է եւ դա շատ գրագետ է։ Սրտիցս խոսացիք։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեզ հետ են կրկին Լիդան եւ Նինան, մենք գտնվում ենք Embryo-Guide YouTube-յան հարթակում, այսօրվա մեր հյուրն է գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, սոնոգրաֆիստ Պավել Սոսկին, բարև ձեզ։ Ողջույն։ Շատ շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու եւ չմերժելու համար, ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ, մի փոքր որ խնդրեմ կներկայացնեք, ինչի ընդհանրապես ընտրեցիք գինեկոլոգիան, Եվ այնուհետև արդեն այո, ռեպրոդուկտոլոգիան, ինչը ձեզ ստիպեց ավելի խորանալ, դեպի վերարտադրողական բժշկությունը։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար, շատ եմ հավանում ձեր ստեղծած պրոյեկտը, որը բավականին կրթում է առաջին հերթին եւ մարդկանց օգնում է եւ նաեւ ինչու ոչ պացիենտներին։ Ինչի ընտրեցի գինեկոլոգիան, նախ եւ առաջ մեր ամբողջ ընտանիքը բժիշկներ են եւ հələ դեռ մանկապարտեզից ես գիտեի, որ գինեկոլոգ եմ դառնալու, որովհետև մայրս էր գինեկոլոգ եւ ոնց որ միշտ ուղղություն էին տալի հենց այդ մասնագիտությամբ։ Դրա համար ընտրության մեջ չեմ էլ մտածել, ասել եմ ոնց որ դա են խորհուրդ տվել, ուրեմն մի բան գիտեն։ մեծը վատ բան խորհուրդ չի տա։ Հետո որ արդեն ընդունվեցի բժշկական համալսարան, հասկացա, որ ինչքան դա հետաքրքիր մասնագիտություն է, բնականաբար կարող ես կանանց օգնել, պլյուս դե բնականաբար ծնունդ օգնություններ այդ պահին, ինչ որ հետաքրքիր բաներ, զգացողություններ ստեղծում։ Եվ այդպես համոզվեցի, որ ճիշտ եմ ընտրել։ Իսկ դեպի վերարտադրողական բժշկություն Վերարտադրողական բժշկություն ավելի շատ ուշ եկա այն մտքով, դե որպես գինեկոլոգ միշտ զբաղվել եմ ռեպրոդուկտոլոգիայի այն մասով, որ ինսեմինացիաներ, այսինքն այդ ճանապարհով օգնել, պլյուս անպտղության բուժում եւ այլն, բայց երբ ուզում ես մի փոքր ծավալվես, արդեն զգում ես, որ քո օգնությանը պետք է գա պրոֆեսիոնալ ռեպրոդուկտոլոգիան։ Դա էլ միշտ ոգևորել է ինձ, որ պետք է ավելի խորացնել, լայնանալ եւ այլն եւ եկա ռեպրոդուկտոլոգիա, որպեսզի էլ ավելի հետաքրքիր դառնա ոլորտը, ինձ կարողանա օգնի։ Լավ, շատ բարի։ Իսկ գինեկոլոգիայի մեջ ինչ վիրահատություններ եք իրականացնում, ինչն է ձեզ ավելի հետաքրքիր։ Գինեկոլոգիայի մեջ դե մեծ շեշտադրումը դնում եմ պրոֆեսիոնալ հիստերոսկոպիայի մեջ, քանի որ դա միանգամից հենց ռեպրոդուկտոլոգիայի հետ շատ փոխկապակցված է։ Միջական։ Հիստերոսկոպիայի առումով շատ պրոֆեսիոնալ եմ աշխատում, զբաղվում, այսինքն ցանկացած ծավալի բան հնարավոր է իրականացնել, փառք Աստծո բոլոր գործիքակազմը կա, որպեսզի դա կատարվի պրոֆեսիոնալ մակարդակով եւ շատ եմ հավանում էսթետիկ գինեկոլոգիայի ոլորտը, որը նույնպես ստեղծագործական ոլորտ է, ինչքան որ ռեպրոդուկտոլոգիան եւ կարողանում ես էլի ավելի խորանաս, ավելի գեղեցիկ բաներ ստանաս, դա նույնպես շատ ինձ ոգևորում է։ Միանշանակ շատ հետաքրքիր է, հաստատ որպես գինեկոլոգ, ներկայիս ռեպրոդուկտոլոգ, դուք արդեն հետևած կլինեք ձեր կատարած հիստերոսկոպիաների, ռեզեկտոսկոպիաների արդյունքում, օրինակ, եթե ինչ-որ մեխանիկական պաթոլոգիա է լինում, նույն արգանդի խոռոչի պալիպը, եթե դա IVI խոչընդոտում, հեռացնում եք ու 1 ցիկլ, 2 ցիկլ հետո վստահ եմ, ձեր բուժառուները, եթե արական գործոնի հետ կապված խնդիր չի լինում, հաստատ հղիանում են ու դուք տեսնում եք, թե դա
որքան հիանալի է, այսինքն նույն օպերատիվ գինեկոլոգիան Այո։ օգնում է մարդկանց ու միշտ չի որ պետք է գնալ ԱՄԲ-ի։ Չգիտեմ ինչի, երբ որ մարդիկ լսում են ռեպրոդուկտոլոգ, հա, կամ ընդհանրապես գինեկոլոգի, որ հենց վերարտադրողաբան բառը կողքը կա, մտածում всё, մեզեկո են անելու, վերջացավ։ Հա, դա ամենամեծ բանն է, որ օրինակ իմ գոլեգաների մեջ ցավոք երբեմն շատ եմ հանդիպում, որ շատ են ուղղորդում դեպի AMB, երբ որ կարելի է դա օրինակ այլ ճանապարհով հասնել, բնական ճանապարհով հասնել եւ միշտ չի որ միանգամից պետք է գնալ AMB-ի։ Ճիշտ է։ Պրակտիկում եղել է այտենց բուժարու, որ մոտեցել էր մի արգանդափողներ, անանցանելի, հա, ու իրան բոլորը միանշանակ ասել են, որ չէ, պետք է արտահանեն բեռնավորում, բայց ինքը հստակ հրաժարվում էր, ընդմեն եթե բացա ինքը հնարավոր է գնա մի փողեր անցանելի էր, հա։ մի արգանդափողներ ընդհանրապես, մի արտարգանդայիններ ունեցել եւ բոլորը իրան միանշանակ, այսինքն լապարասկոպիկ մեթոդով, քրոմոհիդրոտուբացիա, նո դա արգանդի փողի բացումն է, հա, ասենց ավելի պարզ լեզվով ասած, ոչ մեկ չէր առաջարկել, իսկ նրա արական գործոն չկար, ամեն ինչ կարքին էր ու բուժարուն կտրականապես դեմ էր արտահանման բեռնավորում իրականացնելուց։ Դե վիրահատությունը արեցինք Մոսկվայում, ինքը 2 ցիկլ հետո հղիացավ, հիմա բալիկը արդեն կա, եթե պետք լինի կարանք նկարներն տրամադրենք, այսինքն նաև վերարտադրողական օպերատիվ գինեկոլոգիան էլ է օգնում, միշտ չէ որ պետք է, նաև երբեմն պետք է բուժարուներին լսել ու Կարելի ասել ոչ օպերատիվ ռեպրոդուկտոլոգիայի շնորհիվ հղիություն տեղի ունեցավ, այսինքն ռեպրոդուկտոլոգը չարեց ԱՄԲ, հա, իր բուժումը իրականացրեց ու հղիություն օպերատիվ գինեկոլոգիայի Ինչքան դեպքեր են լինում, որ քանի փորձ AMB-ին անում, մեկ էլ բնական հղիություն։ Հա, ու դա հետաքրքիր է, կստати, ես էլ եմ նկատել։ Դա երևի ստրեսային ֆակտորն է, երբ որ արդեն թուլանում են, ասում են всё, ու ստացվում է։ Միշտ տենց է։ Ընդհանրապես ԱՄԲ կենտրոններում պետքա նաև հոգեբաններ կա լինի, որը որ նաև այդ դեպքերը, այսինքն բաց բուժառուները մտնեն նաև հոգեբանի մոտ, կան հոգեբանական խնդիրներ, որոնք հաղթահարելուց հետո բուժառուն կարող է ինքնուրույն հղիանալ, ինչու՞ չէ։ Հոգեբանականի հետ միանշանակ համաձայն եմ, քանի որ միշտ չի որ պացիենտը հասկանում է, օրինակ նամանավանդ դուք որպես էմբրիոլոգ կասեք, երբ պետքա դոնորական ձվաբջիջ վերցվի կամ դոնորական սպերմատոզոիդ եւ իրանք չեն հասկանում, խուսափում են այդ պահին, այսինքն եթե օրինակ ամուսնու սերմը լավ որակի չի լինում եւ չի ստացվի լավ արդյունք, այստեղ հոգեբանը իհարկե լավ կաշխատի եւ կուղղորդի ճիշտ ընտրության։ Ինձ թվում է այդ կոնսուլտացիաները պետքա ռեպրոդուկտոլոգ հոգեբան իրար հետ զուգահեռ տանեն, այդ դեպքերը երբ որ օրինակի համար զույգը գալիս է, վստահ լինելով, որ իրանց մոտ դա խնդիր է, որը որ ԱՄԲ-ի միջոցով իրանց միջոցով կլուծվի ու կստանան գենետիկորեն իրանց երեխան եւ պարզվում է, որ մեկն ու մեկը չունի սեռական բջիջներ, այդ բարակայում հետաքրքիր հարց տամ ձեզ որպես էմբրիոլոգ։ Ոնց եք փորձում զարգացնեք կամ ոնց Հայաստանում զարգացնենք, որ ճիշտ հասկանան, որ էմբրիոլոգի կոնսուլտացիան նույնպես ակտուալ է եւ դա շատ գրագետ է։ Սրտիցս խոսացիք, դուրջ եմ ասում, որովհետեւ մեր կլինիկայում հասանելի է սահմանաբանի կոնսուլտացիան։ Չստացված էկոները արտերկրում թե Հայաստանում կամ օրինակ եթե ունեն խնդիրներ սերմի հետ կապված, որոնք որ ուղղորդում պետքա տալ, գնում ենք ԱՄԲ-ի, գնում ենք ինսեմինացիայի, թե բնական ճանապարհով, բնականաբար այդ ամբողջ հարցերը մեծ մասամբ ռեպրոդուկտոլոգը լուծում է, բայց եթե չստացված էկոներ կան, գալիս են էմբրիոլոգի խորհրդատվության, մենք բոլոր кейսերը իրանց անցած ճանապարհը քննարկում ենք, ռեպրոդուկտոլոգը իր կողմից է քննարկում ստիմուլյացիոն սխեման, անտիմյուլերան հորմոնը, այսինքն պատրաստված լինելը օրգանիզմի, իսկ ես բուժառուի հետ արդեն քննարկում եմ իրանց անցած դեպքերը։ Ինչքան ձվաբջիջ են ստացել, հասուն են եղել, չեն հասուն եղել, բեղմնավորման եղանակը, ինչպես են զարգացել, եթե ինձ տալիս են ամբողջական ինֆորմացիա նախկին ինձ չէ, այսինքն բուժառուին տալիս են նախկին կլինիկայից ամբողջ պրոտոկոլը էմբրիոլոգически, որտեղ ամեն ինչ պետքա գրանցված լինի, իհարկե շատ դեպքերում չեն տրամադրում, ու դա իմ ցավն է, ոչ միայն իմ ցավը, այլ նաև պացիենտների, որովհետև պացիենտները տեղյակ չեն լինում ինչ են առհասարակ տեղադրել, ում են տեղադրել, 3 օրեկան սաղմա, 5 օրեկան սաղմա, ինչ որակի սաղմա ու դա դու չես կարա ուղակի ինչ որ բան խորհուրդ տաս, որովհետև
ոչ մի բան չունես։ Արդեն պացիենտից հարց ու փորձ ես անում, լավ, պունկցիան որորներ, տեղադրումը որորներ, արդեն սկսում ես, եթե թարմ տեղադրում էր, հաշվարկներ անել, քանի օրեկան սաղմ են տեղադրել։ Իսկ էմբրիոլոգի կոնսուլտացիան մեր կլինիկայում առաջիններից հասանելի է Հայաստանում։ Սուպեր, դա շատ լավ նորություն է, որտեղ դա գրագետ եւ ճիշտ մոտեցում է։ Նամանովան արտասահմանում։ Նինա հետ զուգահեռ ենք անում չստացված փորձերը, մեր բուժարումները որ գալիս են ու ինձ թվում է բավական ինֆորմատիվ է, բայց երբեմն բաներ ենք ասում, որ այն դուր չի գալիս, չէ՞։ Օրինակ դեպքեր եղել, ինչ-որ շատ խոսած, ես այսօր ասում եմ, որ քիչ եմ խոսալ, բայց ինչ-որ շատ խոսած։ Բա դեպքեր եղել վերջին մի քանի օրվա, մի 3 օր առաջ էր պացիենտ կեն եկել, 44 տարեկան, նոր էր ամուսնացել, շատ ցածր անտիմիլիրան հորմոնով, բնականաբար ուզում էր անել իրան պունկցիա, դե մենք ճիշտ կողմնորոշեցինք իրան, ասեցինք, որ դու իհարկե կարող ես քոնը փորձես, բայց լավ կլինի նաև դիտարկես դոնորական ձվաբջիջի կիրառելիությունը։ Իրա համար դա շոկ էր, որովհետև նախքին կենտրոն որ գնացել էր, այդ ինֆորմացիան իրան չէին տվել, իսկ գնացել էր ինքը ընդամենը մի 4-5 ամիս առաջ, ճիշտ է։ Ու պացիենտը այդ ժամանակ շոկի էր ենթարկվել, որովհետև ինքը ասում էր, բայց ես գիտեի, որ ես իմը կարամ օգտագործեմ։ Բուժառում 44 տարեկան, շատ ցածր անտիմիլիրյան հորմոն։ Կիսատ էր թողել, որովհետև այդքան ինֆորմացված չէր, որ եթե ինքը թերապիան ստանում էր, ինքը չգիտեր, որ եթե դա դադարեցնի, իր FSH հորմոնը կարող է շատ բարձրանալ ու շատ ավելի վատ լինել։ Հիմա մենք նորից սկսեցինք ԶԳՏ անել եւ քիչ նախապատրաստել եւ փորձելու ենք հայ իրականում եւ իր ձվաբջիջներով եւ վերցնելու դոնորական ձվաբջիջներ, որովհետեւ այդ դեպքում շանսերը շատ ավելի բարձր է բուժառուի համար, չգիտեմ։ Իսկ բուժառուն շոկի մեջ էր։ Հա։ Լինում են դες դեպքեր։ Մի հատ բարդ ինչ որ кейսով կկիսվեք ձեր փորձից, օրինակ համատեղ ռեպրոդուկտոլոգ, էմբրիոլոգ, որ ունեցել եք։ Մեր բարդ, պերիոդիկա։ Ստիմուլյացիան անցավ պացիենտկեն, երիտասարդ, այդ առումով վախներս բերել է շատ երիտասարդ է, պացիենտկեն 24-25 տարեկան, շատ ծանր տղամարդու գործոն, այսինքն եզակի սպերմատոզոիդներ, ստացանք արդյունքում շատ բավականին լավ ստիմուլյացիա, ինձ գոհացրեց, որովհետև արդյունքում ստացանք լավ ձվաբջիջներ, միշտ որ տալիս են ինձ ձվաբջիջներ, ասում էս գնահատում է, ինքը գնահատում է, իր պասպորտնի կոնտրոլը ես միջավ չեմ անցնում։ 3 ձվաբջիջ ստացանք, 3-ն էլ հասուն էր, քանի որ տղամարդու գործոն արկա կար, վատներ սպերմատոգրաման, մենք իրականացրեցինք բեղմնավորում X-ի եղանակով, 3 ձվաբջիջ, 3 սաղմ ստացանք, արդեն տեղադրել ենք։ Մեկ սաղմը հուսամ մի քանի օր հետո կստանանք հղիություն, բուժառուն էլ պերիոդիկ հիվանդություն ունի, բոլոր գանգատներով, բայց 13-ին կիմանանք, եթե ինչ ստորի կգցենք։ Լավ, այդ հարցը ձեզ շատ կտան։ 3 օրեկան թե 5 օրեկան։ Իմ ամենասիրած թեման։ Կամոց էմբրիոլոգիայի անցանք, շուտ լավ է։ Ես նախընտրում եմ, այսինքն ես կողմ եմ տեղադրել եւ դա իմ կարծիքն է, միայն 5 օրեկան սաղմեր, որովհետեւ ես միշտ բոլոր դեպքերում ինձ դնում եմ բուժառուի տեղը։ Արդյոք ինձ դուր կգա սպասել 13 օր ու չստանալ ինչ-որ արդյունք։ Ես չեմ ասում, որ 3 օրեկանը չի տա հղիություն։ Բոլոր 5 օրեկանները լինում են 3 օրեկան։ Բայց եթե դու կարաս կրճատես ստրեսի ֆակտորը, այդ չստացված դեպքերի քանակը, եւ ոչ բոլոր 3 օրեկաններն են դառնում 5 օրեկան, աճեցրա մինչեւ 5-րդ օրը։ Աճեց։ Okay, շատ լավ է, տեղադրի։ Չաճեց, մի տեղադրի, որ այդ մարդը 13 օր հույսով չապրի, որ ինքը հղի է, որովհետև բոլոր բուժառուները ինչ չթաքցնենք, բոլորն էլ գալիս են այն մտքով, որ իրանք 100% հղիանալու են։ Բացի նրանից, որ ԱՄԲ-ն 100% ռեզուլտատ չի տալիս, դա հնարավորություն է երեխա ունենալու։ Իսկ երբ որ դու տեղադրում ես, նշանակում է դու իր ոնց որ հնարավորությունը հղիանալու բարձրացնում ես, չէ՞, մենք գնում ենք դեպի հղիություն։ Իսկ եթե կոմոդված սաղմա կամ որը որ չի զարգանա, իմաստ է էլի տեղադրելու։ Ես այդ տենց եմ մտածում, որովհետև կան իհարկե Հայաստանում կլինիկաներ, որոնք տեղադրում են եւ 2 օրեկան, եւ 3 օրեկան, դեպք ա եղել առանց գենետիկ հետազոտության սառեցրել են 7 օրեկան սաղմեր, իսկ 7 օրեկան սաղմերը միշտ պետք է ենթարկել գենետիկ հետազոտության, որովհետև ըստ վերջին հետազոտությունների, բազմաթիվ կլինիկաների 7 օրեկան սաղմերը կարան լինեն լավը,
ասեմ սենց, որ հասկանալի լինի, այսինքն քրոմոսոմային առումով բավարար հազվադեպ դեպքերում։ Մեծ մասամբ պետք է իրականացնել գենետիկ տեստավորում, որ ստանաս պատասխանը, օքեյ, լավ է, ու նոր տեղադրես։ Իմ մոտ մի քանի դեպք ա եղել 7 օրեկանների, ու գնում էին գենետիկ հետազոտության, մենք թողեցինք մինչև 7-րդ օրը, որովհետև 1-2 սաղ մեր աճել պացիենտի հետ խորհրդակցելուց հետո ասեց, չէ, ես պարտադիր անել եմ գենետիկ հետազոտություն, թողեք, ես տեղյակ եմ, պատասխանատվությունը իմ վրա, ես տեղյակ եմ, որ կարա վատ արդյունք լինի, բայց եկեք անեն գենետիկ տեստավորում։ Արել են գենետիկ տեստավորում, ոչ մի անգամ լավ սա գենետիկորեն չենք ստացել։ Իսկ մենք դեպքեր կան, որ 7 օրեկան սաղմերել են տեղադրում առանց գենետիկ տեստավորման, դա մի քիչ տարօրինակ է։ Մի հատ ուրիշ տեսություն էլ կա, այսինքն ոնց է դա բացատրվում հենց ռեպրոդուկտոլոգների կողմից, ասում եմ, որ ի տարբերություն արգանդի խոռոչում ավելի լավ կլինի սաղմի համար, քան օրինակ միջավայրում, բայց Նինայի հետ եկել ենք այն եզրակացության, որ լավ միջավայրում ու ճիշտ աշխատանքի պայմաններում այդտեղ ոչ մի տարբերություն չի լինում, հա, սաղմը 5 օրեկան տեղադրելով դու ավելի ապահովագրում ես, թե ես թե բուժարուին, հա, հասկանում ենք, որ 3 օրեկան շատ ավելի շատ սաղմեր կունենանք եւ շատ ավելի մեծ էմբրիոլիստ ինան ցույց կտա, չէ՞, շատ ավելի շատ տեղադրումներ կունենա բուժարուն։ Իսկնես դու ունենում ես բնականով, չէ, հիմա որ տեստավորվում են տարբերակներ, որ լրիվ լաբորատոր պայմաններում, կարծեմ Չինաստանում են փորձում դա իրականացնեն, էմբրիոնին մեծացնեն լրիվ արդեն ինկուբատորներ սարքեն, այսպես ասած։ Հուսանք դա չի լինելու։ Դե տեսնենք։ Տեսնենք, պետք չի որ տեսվան օրինակ, չէ, բան կա, որ ես շատ կուզենամ լինի, նույն արհեստական կերպով ձվաբջիջներ ստանալ, բուժառուներ իրենց գենետիկ մատերիալով, օրինակ աղջիկներ կան, որ վաղաժամ ձվարանային հյուսում է լինում, հա, ու այդ ժամանակ վաղաժամ հյուսում է լինում, հա, այսինքն ես պահին ունեմ 26 տարեկան բուժառու, կստати я մոտ այսօր մի հատ ֆոլիկուլ դու տեսար արդեն աճեց, հա, ԶԳՏ-ի վրա ու ես կողմում որ այդպիսի բուժառուները կարանան իրենց գենետիկ մատերիալով, թեկուզ արհեստական կերպով ստացվի ձվաբջիջ, բայց իր մատերիալը լինի, ենթարկվի բեղմնավորման, հաթողելի ինքը կրի, այդ դեպքերում ինձ թվում է պետքա որ պրոգրեսի գնա բժշկությունը, որովհետև չեն կարող մենք մնալ ուզենք չուզենք դրան է գնալու, ինչքան որ արհեստական բանականության զարգացման հարցը ինչքան օրինակ հիմա բոլորս օգտվում ենք ChatGPT-ից եւ ինչքան է մեզ բոլորիս ես չեմ օգտվել երբեք GPT-ից եմ օգտվում գիտեք երբ է հիմնականում օգտվում երբ որ դու ինչ որ թեմա չես տիրապետում ու նույն կապ չունի դա քո մասնագիտականն է թե չէ պետքա գնաս ենթադրենք նեյրովիրաբույժի մոտ խորհրդատվության դու արդեն գրագետ ես գնում ու կարողանում ես ճիշտ հարց տաս քեզ ինչ որ բան են բացատրում ու հիմա շատ պացիենտներ են գալի դե բոլորիս մոտ գալիս են իրանք արդեն կարդացած հարցերը տալիս են այս ինչ դեղը ինչի համար է այս ոնց այս դեղը եւ այլ իրականում դա լավ է հեշտացնում է մեր գործը միանշանակ ու դա այն ճյուղն է որ ուզենք չուզենք զարգանալու է նույն գենի դենկայի մաքրումը հա այսպես ասած կարողանան այս վերջերս հետազոտություն կար որ 47-րդ քրոմոսոմը կարողացել են էմբրիոնի մոտ հեռացնեն։ Ճիշտ։ Եվ Դաունի համախտանիշի հիվանդությունը հաղթահարել են, դարձնելով նորմալ կարիոտիպով հավաքական քրոմոսոմներով։ Դա մեծ բան է, ու դա շատ լավ է։ Բնականաբար։ Բան է ուզում ասել, մոռացա, հետաքրքիր գաղափար ծագեց հարցի ու կոմոդ գաղափարները անսպառ են։ Հա։ PGT-ի հետ կապված։ Էդ էլ եմ շատ սիրում, ես Հայաստանում փորձում եմ շատացնել այդ кейսերը։ PGT-ի հետ կապված դե տղա պլանավորելու գաղափարը, սեռով պայմանավորված, դա շատ ակտուալ հարց է։ Բայց օրենսդրությամբ 4 բալիկ պետք է ունենաս նույն սեռի, որ իրավունք ունենաս։ Իրավունք ունենաս սեռ պլանավորես, չնայած որ մի քիչ ես։ Դե տես դեպքեր ես օրինակ շատ ունեմ։ Հա, շատ լավ է, շատ արտակարգ է որ այդ դեպքը ինչպես նաև Ինչքան է մեր արդյունավետությունը որպես էմբրիոլոգ ոնց կգնահատեք PGT արդյունավետությունը այդ հարցում։ Նայեք, սեռով պայմանավորվածը մենք օրենսդրությամբ իրավունք ունենք, երբ ընտանիքում ունենք 3-4 նույն սեռի երեխա։ Եկեք գնանք այն դեպքը, որ 4 հատ արդեն ենթադրենք աղջիկ ունենք կամ պայմանավորված հիվանդություն ունենք։ Այո։
Եկեք քննարկենք սեռով պայմանավորված հիվանդությունը, որ մեզ Օրենսդրություն չխախտենք, այո։ օրենսդրություն չխախտենք։ Եթե մենք ունենք ինչ-որ հիվանդություն, որը կցված է X քրոմոսոմին եւ ինքը ռեցեսիվ է, մենք պետք է արդյունքում կամ գենետիկ տեստավորում անենք եւ ստուգենք մոնոգեն հիվանդությունը, այսինքն առկայությունը, կամ այդ պարագայում այդ ընտանիքում պետք է ծնվեն աղջիկներ, որտեղ մենք ունենանք եւս մի հատ X քրոմոսոմ, որը կկոմպենսացնի այն ռեցեսիվը։ Տղաներ, եթե ծնվեն, այդ պարագայում մեծ հավանականությամբ կլինի, որ իրանք հիվանդ կլինեն տղաները։ Okay, մենք անցանք ստիմուլյացիայի մեջ, ստացանք ծվաբջիջներ, բեղմնավորումը իրականացրեցինք, ոչ մի ձևով ես չեմ կարող ընտրեմ, վերցնեմ առողջ սպերմատոզոիդ կամ ծվաբջիջի վրա նայեմ ու ասեմ, վայ, ինքը կրող չի կամ կրող է։ Հնարավոր չէ։ Իրականացրեցինք բեղմնավորում, ստացանք սաղմեր։ 5-րդ օրը գնահատում ենք սաղմերի որակը, եթե սաղմերը հասել են իրանց նորմալ 5 օրերը կամ փուլին, ապա մենք կարող ենք իրականացնել գենետիկ տեստավորում։ Դա ինչ է իրանից ներկայացնում գենետիկ տեստավորումը, երբ որ սաղմից այն հատվածից, որը չի մասնակցում երեխայի պտղի զարգացմանը, այլ այն մասից, որը որ մասնակցում է իմպլանտացիային եւ ձևավորում է հետագայում պլացենտա, ես վերցնում եմ մի քանի բջիջ, սառեցնում եմ, ուղարկում եմ տեստավորման։ Դրան զուգահեռ նաեւ սաղմն եմ սառեցնում, ինքը սառեցված վիճակում մտնում է մինչեւ գենետիկի պատասխանը, այդ անալիզի պատասխանը։ Ոչ միշտ են լինում բավարար պատասխաններ, որտեղ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ արդյունքում կարող ենք ստանալ օրինակի համար միայն Y քրոմոսոմով սաղմեր, որոնք որ այդ պարագայում մեզ ձեռ չեն տալիս կոպիտ ասած, մենք պետք չի տեղադրել այդ սաղմերը, կամ օրինակ կարանք ստանանք, եթե X-ի հետ համակցված չի, կարան ուրիշ անապլոիդիաներ լինել, օրինակ 21-րդ քրոմոսոմի 3 հատ 21 քրոմոսոմ, որը բերում է Down սինդրոմի։ Իսկ արդյունավետության համար, եթե մենք ունենք պլոիդ սաղմ, պլոիդ նշանակում է նորմալ, ասենց հասարակ ձևով ներկայացնեմ, երբ որ բոլոր քրոմոսոմները համապատասխանում են, այսինքն 23 զույգ քրոմոսոմ ունենք եւ գնում ենք տեղադրման, ապա հավանականությունը հղիանալու շատ բարձրանում է, 80-ից 90% է լինում հավանականությունը, մինչև 80% լինում է հավանականությունը, բայց մեկը դա 100% չի էլի, որովհետև մենք գիտենք, որ կան դեպքեր, երբ որ չի գնում իմպլանտացիա, օրինակ կան դեպքեր, երբ որ 3-4 ստուգված սաղմ են տեղադրում իրար հետևից ու արդեն չի գնում իմպլանտացիան, չեն ստանում հղիություն, դա արդեն պետք է հասկանալ ինչի հետ է խնդիրը, այդ դեպքում արդեն ըստ երևույթի արգանդի ռեցեպտիվության, որտեղ սաղմի հետ մենք խնդիր չունենք։ Կամ իմպլանտացիոն պատոհանի շեղում։ Այո, հետաքրքիր է։ Իսկ այդ գենետիկայի հետ կապված ինձ շատ ուրախացրեց այդ հարցը, որ տվեցիք, որովհետև նայեք, մեր մոտ շատ են դիմում 38 տարեկանից հետո կանայք, իսկ մենք բոլորս գիտենք, որ 38 տարեկանից հետո եւ ձվաբջիջների քանակն է անկնում եւ որակը։ Ինչ է որակը, երբ որ քրոմոսոմային հավաքակազմը կամ ավել է կամ պակաս է։ Արդյունքում մենք չենք ստանա նորմալ սաղմ։ Արդյունքում մենք կարանք ստանանք չզարգացող հղիություն, վիժումներ միջև 12 շաբաթական, իսկ այդ արդեն կարմիր գիծ է, որ հնարավոր է այնտեղ անապլոիդիաներ։ Լինում են 44, 45, 46 տարեկանում են դիմում պացիենտներ, ցանկալի է 38 տարեկանից հետո իրականացնել սաղմի գենետիկ տեստավորում, որ չապրեք անիմաստ հույսով, կամ օրինակ չհասնենք 12 շաբաթականին եւ սկրինինգի արդյունքում ստանանք ոչ բավարար պատասխան։ Հետաքրքիր է։ Շատ։ Քիչ էի խոսալու։ Այսօր ինչ-որ քիչ էի խոսալու։ Իրականում ցանաբանության աշխարհը շատ հետաքրքիր է, որ խորանում ես բջիջների մեջ ընդհանրապես, եկես մեծ գիգանտ բջիջներ, այդպես մեկ լինում որ անոմալիաներ են լինում, ինան ցույց է տալիս, նայում ենք, հա, երբեք չես կարող ասես ինչից ինչ։ Հենց կավերնոզնի դեպքեր են լինում, որ չես մտածի, որ կարա բուժարոյի մոտ ինչ որ, օրինակ 1000-ից մեկի մոտ կարա հանդիպի այդ բանը, ու այդ 1000-ից մեկը պետք է լինի իմ բուժարուն։ Այդ դիտեմ ոնց է լինում, չէ՞։ Հաճախ են։ Հաճախ են իմը դա հետաքրքիր ինչ-որ кейսեր են լինում։ Իրականում ռեպրոդուկտոլոգիան մեծ աշխարհ է։ Շատ հետաքրքիր, անծայրածիր ու մեծ ապագայով զարգացման։ Հա։ Հետաքրքիր է։ Իսկ ձեր մոտ որ խորհրդատվության գալիս են, հիմնականում դե մեր մոտ գալիս է կին, տղամարդ, հազվադեպ է դա լինում, հետաքրքիր է ոնց է, ինչն է հազվադեպ լինում։ Մեր մոտ կին, տղամարդը հազվադեպ է լինում, որ կինն է մենակ գալիս, չէ։ Ձեր մոտ զույգերով են գալիս, թե էլի всё-таки Միշտ զույգերով են գալի հիմնականում,
դե խորհրդածության գրանցվելուց էլ միշտ խորհուրդ ենք տալի, որ ամուսինն էլ կա։ Բնականաբար անամնեստիկ տվյալների հավաքագրումից հետո հետազոտության ենք ուղարկում։ Ես միշտ ամուսնուն եմ ուղարկում, դա լինում է սպերմոգրամ, ինֆեկցիոն սկրինինգ եւ այլն եւ այլն։ Եվ այդտեղ արդեն խնդիրները հայտնաբերումից հետո միանգամից ուղղորդում եմ միշտ ուրոլոգի մոտ կամ ուրոլոգ-անդրոլոգի մոտ։ Բնականաբար, որ տղամարդու հետազոտությունը շատ կարևոր է, որտեղ դա բալանին է, որ շատ դեպքերում կնոջ հետ են կապում, բայց բնականաբար գիտենք բոլորս, որ տղամարդը շատ մեծ դեր է խաղում։ Հետո տղամարդուն հեշտ է հետազոտելը։ Մի հատ սպերմագրամ։ Գնաց սպերմագրամը հանձնի։ Այո, հեշտ է, բայց տղամարդուն դժվար է բուժելը։ Դե հա։ Դե հա։ Տղամարդը չի հրաժարվում իր ալկոհոլից, չի հրաժարվում ծխելուց։ Իր կյանքից ընդհանրապես չի հրաժարվում։ Պլյուս տղամարդը ավելի դժվար է համաձայնվում դոնորական Ես օրինակ ուրոլոգ համ երբեք չի ուզենա դառնալ, համ չի կարողանա աշխատել, շատ բարդ մասնագիտություն, կանանց հետ ավելի հեշտ է։ Ճիշտ է։ Կինը հոգեբանորեն ավելի, քանի որ կնոջ մոտ այդ ոնց են ասում, ինստինկտ մատերինստվը կա, մայրության ինստինկտը կա, կինը ավելի հեշտ է համաձայնվում եւ դոնորական ծվաբջին, եւ սուրոգատ մայրին, իրան տարբերություն չկա, ինքը ուղակի ուզում է երեխա։ Իսկ տղամարդուն ավելի դժվար է դոնորական սերմին համաձայնվելը, որովհետեւ այնտեղ արդեն իր էգոյի մասին է խոսքը։ Ամի երբ պետք խոսում ես, բացատրում ես, որ պետքա որոշ ժամանակ չծխես, ալկոհոլ չո, բա ուտել խմելը, բա էս, բա Համեմատում են ուտելը ծխախոտ ծխելու հետ, որ իսկ կինը ինչի միջով անցնում, որ երեխա ստանա։ Այդքան հորմոնային բուժում, այդքան ստիմուլյացիա, այդքան պունկցիա վերջի տեղադրում։ Լիդիա Գորովնա, իսկ ինչ կասեք ձեր փորձից, օրինակ էնդոմետրիումի ռեցեպտիվության հետ կապված, ինչքան պետքա այդ հարցին ուշադրություն դարձնել։ Այս իմ սիրած հարցն է։ Իսկ ինչ որ դուք ամենասիրած մեր թեմաներն եք ընտրել։ Բինգո է, Հա, Բինգո է ասում, հա։ Իրականում շատ վերարտադրողաբանների հետ եմ շփվել Հայաստանում, նույն ռեցեպտիվության հետ կապված իմպլանտացիոն պատուհանիշեղման մի փոքր թերահավատորեն են մոտենում, ինչի չգիտեմ, նույն հա էրաթեստին, որ անենք, հասկանանք որքանը բա շեղվել, բայց շատ մասնագետների հետ Մոսկվայում էլ, որ արդեն գիտական հետազոտության աշխատանք են իրականացրել։ Ունենք այսքա բժիշկ ռեպրոդուկտոլոգ, որի հետ պարզ բոլոր աշխատանքները ես տեսել եմ, իրականացրել է տեղադրում 8-րդ օրով, 9-րդ օրով եւ այդ բուժարուն հղիացել է։ Այսինքն, sense բացատրեմ, եթե բուժարուն ունի 4 հատ ստուգված սաղմի, այսինքն PGD արած, հա, տեղադրում մենք արդեն դնում ենք դիագնոզ RIF, այսինքն նյութաշնի իմպլանտացիա։ Եթե 5-ը տեղադրում է ոչ ստուգված սաղմերի, նոր դնում ենք դիագնոզ RIF։ Ես ունեմ նման բուժարու, որ զուտ տարիքային շեմը բարձր է, հա, բայց նախկինում անգամ երբ որ ինքը եղել է 30 տարեկան, AMB փորձեր է իրականացրել, ինքը ոչ մի անգամ հղիություն չի տվել։ Հարց առաջացավ, ասում եմ դե եկեք բան անենք, էրաթեստ անենք всё-таки, չենք լսում ոչ մի բան, ու հետո առաջացավ խնդիրներ։ Իսկ պետք է գտնել լաբորատորիա, որը որ դա կուղարկվի Մոսկվա։ Հետո այդ անմիջական կապը, որ ասում եմ այս օրով, այսինքն ZGT-ով պետք անենք, որովհետև տենց են գնում տեղադրումը, ոնց անենք, որ դա լինի ամեն ինչ ճիշտ ժամով, այնտեղ պետքա գրես պրոգեստերոնի քանակը, երբ է ստարտը տվել, հենց ուղարկման օրը, երբ որ ստացել ես, հա, բիոմատերիալը փայփել բիոպսիայի միջոցով, դա նույն մեխանիզմն է գնում, ուղարկեցինք, դեռ սպասում ենք պատասխանի, որ հասկանամ, այսինքն ես ուզում եմ ու պլյուս դրա հենց ռեցեպտիվության հետ կապված կան սպիտակուցներ, մարկերներ, որոնք պատասխանատու են, իրանք նաև դա են ընդգրկելու, որ հասկանանք ինչ որ խնդիր կա, թե չկա, որովհետև քրոնիկական էնդոմետրիտը հերկաց է ամեն ինչ։ Մենք Նինա Ալեքսանդրովնա հետ սպասում ենք, որ այդ պատասխանը գա։ Նինայի հետ սպասում ենք, որ այդ պատասխանը գա, ու հենց ես թվում է, որ գա շատ հարցերի պատասխան կստանանք։ Անկեղծ եմ ասում, իմ պացիենտների հետ կապված ես առաջի բուժարուն է, որ օֆիցիալ դա արեցի, բայց իմ գոլեգաներից, որոնք որ գտնում են ուրսատային դաշնությունում շատ քեյսեր նայել ենք, ու բավականին ու հենց ռեցեպտիվության հետ կապված
շատ հարցերի պատասխաններ կա։ Ու ընդհանրապես տարիքային գործոնը պետք չի մոռանալ, այսինքն ծիծիվությունն ընկնում է ու դու պրոստը տեղադրես, կարաս անընդհատ անես, չտասի, բայց վարկածել կա, որ քանի տեղադրում դու անում ես, այդքան կումուլյացիոն էֆեկտով կարաս ստանաս արդյունք։ Այսինքն այս ռեպրոդուկտոլոգների կռիվն է, այն 50%-ը կասի սխալ է, այն 50%-ը կասի ճիշտ է, կասի դե դաժե եթե թեստը չաներ, դներ տեղադրեր կարող իանալ, հրաժարտ տանում էլ կոնֆերենցիայի ժամանակ, ցենց ռորջի սա տեսնում եմ իրար են տալիս, ասում եմ, «Էս ի՞նչ է կատարվում, էլի, մի քիչ բան, սենց է»։ Իսկ PRP-ն ինչպես է վերաբերվում։ PRP միայն ես սիրում եմ, երբ որ անում ես գիստերոսկոպիայի ժամանակ, միանշանակ ու եթե համապատասխան ցենտրիֆուգա չէ կոչվում, եթե ճիշտ է իրականացվում, անգամ այդ պրաբիրկաները որ կան, ճիշտ են լինում, որովհետև այսիդանյան սխալ է գնում, то есть լինում է որ բավականին հագեցած չի լինում թրոմբոցիտների քանակով, հա, ու դու պրոստը արած չարած մի հաշիվ է, то есть դու ասեցիք մենք արեցինք PRP թերապիա։ PRP-ի հետ կապված մի քանի հետաքրքիր բան ասեմ, որ շատ լավ հարց բարձրացրեցիք, որ շատ ճիշտ պետք է ընտրված լինի թե ցենտրիֆուգան, թե բնականաբար նյութը, հա, որով մենք աշխատում ենք։ Ես օրինակ աշխատում եմ կորտեքսիլի հետ, որը Ռուսաստանի արտադրությանն է, բայց համարվում է ամենամաքուր թրոմբոցիտար մասսան եւ ամենաճիշտը։ Բնականաբար գիստերոսկոպի հսկողության տակ ներարկումը, որը նույնպես կատարվում է իմ կողմից, ինքը շատ էֆեկտիվ է, քան սովորական բնականաբար PRP-ն, որը ներարկում ենք ուղղակի արգանդի մեջ, բայց միշտ չի հաջողվում, որ կարող ես առաջարկել առանձին PRP, այսինքն գիստերոսկոպիան ոնց որ գինը թանկացնում է, բայց հուսանք ես թազա ծրագրով գուցե այդ հարցում էլ ինչ-որ բան փոխվի, այսինքն ապահովագրության պետական Եվ դա արվի։ Արվելուց հետո պետքա ճիշտ արվի, հետո էլ բժիշկների մոտեցումներն էլ են տարբեր։ Այսինքն ես չեմ թերագնահատում ոչ մեկի աշխատանքը, մեր բոլոր բժիշկներն լավն են, ուղղակի եթե բժիշկը նույն վերարտադրողաբանը, հա, դուք ինքներդ շատ լավ գիտեք, եղել է օպերատիվ գինեկոլոգիայի մեջ, ինքը շատ հստակ հասկանում է, որ եթե դու պրոստը արեցիր, հա, ну, праводник ասեմ, պրոստը ոչ թե ներարկել է, այլ պրոստը կոպիտ ասած լսում ես պատում ես, դու պատերը, դա ուրիշ է, բայց երբ որ դու անում ես դա ռեզեկտոսկոպիչеским մեթոդով, հա, то есть դու վերցնում ես հատուկ ասեղով, չգիտեմ, դուք ինչ ասեղով կամենեք, ֆունկցիոն ասեղներով են, չէ, հիմնականում անում, տարբեր են լինում, հատուկ PRP, այ շնորհակալություն, դա որ Երևանում շատ քիչ է, որ դաժե ես ինչ ճիշտն է, ճիշտ է, Մոսկվայում էլ է հատուկ, դա ֆունկցիոն ասեղներով են անում, ու ֆունկցիոնով ճիշտ չի, հա, համաձայն եմ, թե կոպիտ է համաձայն եմ շատ, բայց դե հիմա ունենք են ինչ ունենք, շատ եմ, ես էլ ինքս գնացել եմ վիրահատարաններ, տեսել եմ, այսինքն ես իմ բուժարոյին ինչ-որ օպերատիվ վիրաբուժի մոտ անգամ ուղարկելու դեպքում, ես չեմ արել, պայմանավորվել եմ, գնացել եմ տեսնեմ, ինչպես է դոկտորը իրականացնում, հա, այդ պրոցեդուրան, որտեղ մտածում եմ, որ դա կարպետ լիներ ինձ, չգիտեմ, իմ քուրիկին եւ այդպես խառը։ Մի քիչ շատ ենք մարանում, բայց կարևորը տեխնիկան դա ոնց է արվում ամեն ինչի։ Ու եթե բժիշկը նույն վերարտադրողաբանը օպերատիվ գինեկոլոգիայի հետ կապ չունի, ինքն էլ պատկերացում չունի, որ գիտեք, իշկա այս մեթոդը ավելի լավն է։ Դե ման ինքը ուղղակի կվերցնի, դա կանի։ Համաձայն եմ, երբ որ օրինակ դու չես ունենում, то есть էնդոմետրին ինքը բարակ է եւ չի ստացվում ոչ մի ձև հաստատել, պրոստա փորձես, ինչ որ PRP անես, կումուլյացիոն էֆեկտ կարաս տենց էլ փորձես պրոստը առանց բանի, բայց միանշանակ ճիշտը հիստերոսկոպիչեսկի մեթոդով անելն է ու համապատասխան ասեղներով, ոչ թե ֆունկցիոն ասեղով եւ այլն, այսինքն տեխնիկայի տեխնիկան էլ կա, որ խորանանք, մենք խորանալու ենք։ Շատ դեպքերում բնականաբար պացիենտի մասին էլ մտածենք, որ իրան ֆինանսապես հարմար լինի ու կարողանա բոլոր ծառայություններից օգտվի, որպեսզի լավագույն արդյունքի հասնի։ Ես իդեպ կարողացել եմ ներդրեմ ու շատ լավ ինքը աշխատում է, չգիտեմ տեղյակ եք թե չէ, ամենամաչելի օֆիսային հիստերոսկոպիան Երևանում, Հայաստանում 40,000 դրամ, սոնոգրաֆիայի գին։ Ճիշտ ասած, չգիտեի, բայց նայեք, ստենց էլ մի հատ բան կա, գոլեգաների հետ մի քիչ մենք հակամարտություն գնացինք, այս վերջում գիտաժողովից հետո հերթական, ինչի, որովհետև օֆիսնի հիստերոսկոպիան, օքեյ, լավ է, երբ որ դու կասկածում ես արդյոք այնտեղ կա ինչ-որ պոլիպ կամ պրոստա տեսնես, հա, մտնում ես ուղղակի դուրս ես գալիս, բայց երբեմն հարկ է լինում, որ դու ռաշիրացիա լինես, այսինքն տեսնում ես պոլիպ, դու կարաս տեղում նուտրիվենի, չգիտեմ, անեստեզիա անես, շատ տեղում սպինալ են անում, չգիտեմ, բայց ես սիրում եմ հենց ներակային անեստեզիայով երբ որ անում են,
Հիմա տարբեր են բժիշկների մոտեցումները։ Հաճախ օրինակ հնարավորություն կարող է ունենա բժիշկը, որ ինքը վիրահատության աբյոմը մի փոքր մեծացնի։ Այսինքն ստացվում է պացիենտը նորից պետքա գնա իրան տրամադրի, որ իրան ինչ-որ տես միջամտություն պետքա իրականացնեն։ Ես գտնում եմ, որ անգամ դա իմ անձնական կարծիքն է։ Օֆիսնի հիստերոսկոպիան պետքա անի այն բժիշկը, ով հնարավորություն ունի ու աբյոմով պացիենտը այդքան պատրաստ անգամ անեսթեզիայի, հա, որ կարողանա մեծ աբյոմի դեպի գնա ու պացիենտին տեղում ասի, գիտեք, ճիշտ կլինի հիմա պոլիպ եմ տեսել, օրինակի համար, եկեք հեռացնենք, որ ցիկլ չկորցնենք դապույսը, չէ՞ որ վերարտադրողական պացիենտներ են լինում շատ հաճախ։ Այստեղ նույնպես հետաքրքիր մտքեր ունեմ ու այս տարի դա հասանելի կլինի։ Անցյալ տարի ես անցել եմ տրեյնինգ հենց լազերային հիստերոսկոպիայի հետ կապված դիոդ լազեր, դա լրիվ նորություն է, որը նույն դրամագիծ ունի, այսինքն 5 մմ օֆիսային հիստերոսկոպի եւ անեսթեզիա չի պահանջելու։ Դու կարողանում ես դիոդ լազերի միջոցով հեռացնել առանց անեսթեզիայի պոլիպ, միջնապատ, բայց ոչ բարդ միջնապատները եւ նույնիսկ սուբմուկոզ փոքր միոմատոզ հանգույց մինչեւ 2 սանտիմետր։ Դա ահագին կօգնի պացիենտներին ու կանի հեղափոխություն գիստերոսկոպիայի ոլորտի մեջ, նախ եւ առաջ կիչացնի գինեկիստերոսկոպիայի ու չի պահանջի անեսթեզիա, այսինքն դա ահագին մաչելի կսարքի միջամտությունը ու մեր մասնագիտության մեջ ռեպրոդուկտոլոգիայի մեջ շատ լավ էֆեկտիվ կաշխատի կակրաս այն դեպքերի համար, որ դուք ասում եք, առանձին վիրահատության չտանես։ Իսկ օֆիսայինը հիմնականում լավ է աշխատում, երբ որ հանդիպած կլինեք դուք 2-3 սոնոգրաֆիա, միտեղ պոլիպ տենում են, միտեղ չեն տենում, միտեղ տենում են, միտեղ вообще սինեխիա են տենում, ներարգանդային կպում։ Ու դու ուղղակի գիստերոսկոպիա ես անում օֆիսային եւ ամբողջ պատկերը ստանում ես։ Դիագնոստիկ Ինքը նույնիսկ ավելի մաչելի է դառնում, քան այդքան սոնոգրաֆիաները իրար հետ միասին։ Ես միանշանակ համաձայն եմ, բայց իմ պրակտիկան ցույց է տալիս, որ անգամ բուժառուների մտահղացում ասեմ, թե մոտեցում, օրինակ բուժառուկա, երբ որ դու բացատրում ես, որ այս հետազոտությունը, օրինակ ոնց որ արգանդափողերի ստուգումը, հա, դիագնոստիկա է, այսինքն կա, չգիտեմ, ես այս բանին իրականացնում դիագնոստիկա մի մեթոդը, նույն ուզին արեցի, դա ինձ բավարար չի, գնում եմ օֆիսային հիստերոսկոպիայի, սա եւս դիագնոստիկա է, այսինքն ես ուզում եմ հասկանալ ինչ է կատարվում։ Բուժառուկա դա հասկանում, ասում է, լավ, եկեք անենք, լավ, բայց ես ունեցել եմ դեպք, երբ որ օֆիսնի հիստերոսկոպիայից հետո հայտնաբերվել է, թեկուզ սուբմուկոզ միոմա, որը պետք է եղել, հա, հետո հեռացնել, նույն պոլիպը, կապ չունի սինեխիաները, իրենք ասում են, հա, բայց որը տենց էր, եղել է դեպք։ Ինչի ես միանգամից չգնացի ընդհանուր աբյոմի ու սկսվում է։ Այս ամբողջ կաշան ու դու փորձում ես բացատրել, այս մոտեցումների տարբերությունն է, այստեղ բժիշկ, բուժառու երկխոսությունը շատ մեծ նշանակություն ունի, որ ճիշտ բոլորը հասկանան ու ռեալ բուժառուն գնահատի ամեն ինչ, այսինքն որ պրոցեդուրան ընդհանրապես դիագնոստիկա, անգամ ես ասում եմ, երբեմն ձեզ պետքա դիագնոստիկ լապարասկոպիա, որովհետև մի ուզիի մասնագետը, որը էքսպերտնի ուզիի մասնագետը տեսնում է աղիների վրա էնդոմետրիոզ, ну ասում է որ կա ընդ կոնգլոմերանտ, մեկ ասում է չկա այդպես բան, այն մեկ ասում է սենց է, մեկը նենց է, ու սենց 3 հատ ուզի դրել եմ, նայում եմ իր հետից, ասում եմ լավ, վերջը ինչ է։ Ես գնում եմ, ոչ մի բան չեմ տեսնում, ասում եմ եկեք, ցավեր չունի, այսինքն սիմպտոմատիկա չկա։ Ասում եմ գիտեք, ինչ կա, այս պարագայում, եթե ին խորհուրդն եք հարցնում, ես խորհուրդ կտամ դիագնոստիկի լապարասկոպիա, ասում եմ շկույրան դուք ինձ եք առնում, ասում եմ չէ, միչև դու չբտես որովայն, այս պարագայում իմ անձնական կարծիքն է, դու չես իմանա, օքեյ, եկեք գնանք MRT-ի էլ արել։ Ընդ ոչ մի բան ցույց չի տալիս։ Ասում եմ, բայց չէ, որ այն մի ուզիի բժիշկը ինձ ասել է, դաժե երկու մասնագետ, որ կա։ Ասում են MRT-ն այդքան ինֆորմատիվ չի մեր պարագայում։ Ինչ անենք։ Իմ առաջարկը միանշանակ լապարասկոպիան է։ Դրա մեջ ոչ մի բան չկա։ Այսինքն վիրահատություն են լսում, մտածում են, վայ, մեզ վիրահատել են։ Ամենա ինձ թվում է թեթև արդեն պրակտիկ վիրահատություններից մեկն է, որը բարդ բան չի նշանակում։ Եկե պետք է բուժառուներին բացատրեն, որ գոյություն ունի ուղղակի դիագնոստիկա։ Վերջ։ Դիագնոստիկան շատ մեծ դեր ունի ուղղակի նայելու համար, դա ճիշտ մոտեցում է նույն էշրեի գայդլայնների մեջ եւ այլն եւ այլն։ Այո, կարևորը ճիշտ ախտորոշելն է։ Հետևանքների մասին հետո կմտածենք։
Այո։ Շատ հաճելի զրույց ստացվեց, իրականում հետաքրքիր իմ համար էլ, ու հաճելի է, որ մեր մոտեցումները, նման էին շատ, դա հազվադեպ է Ինձ լինում։ հաճելի էր, որ էմբրիոլոգի խորհրդատվության մասին խոսացինք։ Կարևորը գենետիկայի կարևորը կարևոր հարցերը քննարկեցինք։ Կարևորը Նինան չէր ուզում խոսել, բայց խոսեց, ինչ ճիշտն է, ճիշտ է։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք, որ եկաք, կիսվեցիք ձեր փորձով, վստահ եմ, որ ապագայում էլի հետաքրքիր թեմաներ կլինեն եւ մենք, կքննարկենք իրար հետ նորություններ, որ լինեն, մեր շատ սիրելի բուժառուներ, մենք անպայման ձեր հետ կկիսվենք, դոկտորը ոնց տեսնում եք նորամուծությունները ներմուծում, որը որ Հայաստանում դեռ չկա ու հաստատ ավելի հետաքրքիր բաներ լինելու գաղափարապես, հետևեք, մենք լիքը հետաքրքիր բաներ ձեզ ապագայում կներկայացնենք։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերքի համար, նամանավանդ sense պրոֆեսիոնալների կողմից, մաղթենք մեր բուժառուներին առողջություն, մեզ էլ զարգացում եւ զարգացում։ Այո, Շնորհակալություն։ շնորհակալություն։